շատ կարևորում եմ այս աշխատանքները, որ իրականացվում են այս հարթակում, քանի որ կարևորում եմ անկեղծ եւ բաց զրույցը, նաեւ քննարկումները, որոնք որ ուղեցույց են, կարող են ուղեցույց դառնալ բոլոր կողմերին հետագա աշխատանքների համար, հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղն է, իսկ կոնկրետ Կապան համայնքի համար մեր տեղական տնտեսության դոմինանտ ճյուղն է։ Տարբեր ժամանակահատվածներում իհարկե հանքարդյունաբերության նկատմամբ ընկալումները տարբեր են եղել, բայց պետք է նշեմ անկեղծորեն, որ վերջին տարիների ընթացքում այդ ընկալումները եւ վերաբերմունք հանքարդյունաբերության նկատմամբ դրական պրոգրես նկատում ենք եւ նկատելի է։ Օրինակներով կարող եմ ասել, որ քանի որ վստահությունը հանքարդյունաբերության նկատմամբ նաեւ ավելանում է, մենք այսօրվա դրությամբ արդեն քննարկում ենք հանքարդյունաբերող կազմակերպությունների հետ իրենց արտադրական հզորությունների ավելացման վերաբերյալ եւ սա ուղիղ առնչություն ունի այն վստահության հետ, որը գոյություն ունի, բայց նաեւ չեմ ուզում նաեւ բացառել, որ այն հանգամանքը, որ գոյություն ունեն նաեւ խնդիրներ հարաբերություններում, մենք նաեւ մեր պատմության ընթացքում ունեցել ենք նաեւ ճգնաժամային իրավիճակներ, ճգնաժամային օրեր եւ ունեցել ենք նաեւ վստահության անկում։ Ճիշտ է, այդ խնդիրները կառավարելի են եղել եւ ժամանակի նաեւ լուծումները գտնվել են, բայց ընդհանուր առմամբ եթե գնահատենք, ապա հատկապես վերջին տարիներին ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ունենք հարաբերությունների դրական դինամիկա։ Իհարկե, ոնց դուք նշեցիք, կազմակերպությունից կազմակերպություն իհարկե տարբեր է եղել։ Այո, ձեզ կրկնեմ ձեր բառերը, կազմակերպությունները ղեկավարում են մարդկանց կողմից եւ դրանից կախված կարող են մոտեցումներն էլ փոխվել։ Մոտեցումը կարող է փոխվել ընդհանուր, ասում են, այո, մենք ներգրավվածություն ենք ունենում կամ այդ engagement կոչվածը համայնքների հետ ու ամեն մեկը իր ձևով է դա պատկերացնում, ոնց է դա անում։ Մի դաս, որ ես եմ սովորել այդ տարիների ընթացքում, չկա բավական կամ բավարար engagement-ի միջոցառումներ։ Նրանք պետք է լինեն անդադար, շարունակական, բոլոր օգտագործելով բոլոր կոմունիկացիոն խողովակները։ Ինչ ունեինք մենք նախկինում եւ ինչ դեռևս ունենք, բայց ավելի քիչ ազդեցություն ունի մեր ու համայնքների միջև հարաբերություններին, դա այդ երրորդ կողմն են, որոնք շատ անգամ մտնում են համայնքներ ու մեր հարաբերություններ ու ինչպես են նրանք մտնում, դա հանրային վախեր տարածելով։ Հանրային վախեր տարածելով նրանք մտնում են համայնք ու հենց համայնքում այդ վախի մթնոլորտը ստեղծվում է, արդեն ավելի հեշտ է դառնում այդ ալիքները կառավարել եւ հենց այստեղ է որ հանքարդյունաբերական կազմակերպությունները վերջապես մեծ ուշադրություն դարձրեցին, սկսեցին դրա վրա ուշադրություն դարձնել եւ արդյունքը մենք այսօր տեսնում ենք եւ հույսով եմ, որ այդ տենդենսը կշարունակվի։ Ուղիղ կապը համայնքների հետ, ամենօրյա աշխատանքը ուշադրություն դարձնելով ոչ միայն սոցիալական ներդրումների, որովհետև դա պարտադիր բան է, որ պետք է անել, բայց կարևոր նաև պայման է օրինակ բնապահպանական հարցերը, որ չի կարելի մոռանալ, եւ անվտանգային հարցերը։ Եվ մեր օրինակ վերջի քննարկումների ժամանակ պարոն Փարսյանի հետ իրանք համայնքը պարոն Փարսյանի, իդեմս պարոն Փարսյանի բարձրացրեց այդ հարցը եւ պահանջը։ Ես չգիտեմ պարոն Փարսյանը նայում էր այդ տարբեր ինտերվյուներ, տարբեր ոդկասթեր մեր ոլորտի առաջատարների, բայց բառ առ բառ համարյա կրկնվեց իր պահանջը, ոնց որ դու լսում ես տարբեր միջազգային կոնֆերանսներին, առաջի հերթին դա անվտանգություն,
հա, որ համայնքների անվտանգություն, այդ հարցը ասեցի, թե չլուծվի, մենք քննարկելու բան չունենք, բնապահպանական հարց եւ իհարկե վերջում սոցիալական ներդրումների։ Երկու հիմնական վեկտորները դժվարությունների եւ առճակատման, ամենաբարդը որն է, սոցիալականը թե բնապահպանականը։ Վստահաբար սոցիալականը։ Եվ ինչպես ասացի, բնապահպանական ստանդարտները բավականին լավ սահմանված են, բավականին հստակ, բավականին խիստ կարգավորումներ կան, ընդհանուր աշխատանքային շրջանակներ, որոնց կարող եք հետևել, տեսնել, սոցիալական ասպեկտները շատ ավելի հարափոփող են, այսինքն կազմակերպությունների տեսանկյունից նրանք նայում են հանքերին զուտ ճարտարագիտական տեսանկյունից, բայց միաժամանակ հասկանում են, որ դա չէ ամենակարևոր ասպեկտը։ Այսինքն, երբ որ հանքը կառուցել ես, պետք է այդտեղից է աշխատանքդ սկսվում։ Այսինքն ոչ միայն ոսկի ես արդյունահանում, այլ դու փաստացիորեն հայտնվել ես այդ միջավայրի մեջ, որի մեջ մնալու ես։ Շնորհակալություն։